Մյուս կարևոր փոփոխությունը, որ իրականացրել ենք 2025 թվականին, որը ունի նաև ժողովրդագրական իմաստ, դա երրորդ եւ հաջորդ երեխային տրամադրվող ամսական 50,000 դրամների աջակցության ծրագիրը պետական նպաստի վերափոխելն է, որը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից եւ փաստացի ինչպես նախկինում էլ այսուհետ եւս ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար պետությունը տրամադրելու է պարբերական նպաստ մինչև 6 տարեկան դառնալը ամսական 50,000 դրամի չափով եւ հաշվի առնելով, որ նաեւ այդ նպաստները անկախիկ ստանալու եւ անկախիկ եղանակով այդ վճարից օգտվելու պարագայում նաեւ այդ վճար է տրվում, այն կարող է դառնալ մինչև 60,000 դրամ եւ եթե բազմապատկում ենք, դա 4 միլիոնից ավել դրամ է ստացվում մինչև 6 տարեկանը, այսինքն էական աջակցություն է ընտանիքներին եւ նաեւ մենք ունենք միջազգային փորձ, որը ասում է, որ պարբերական աջակցությունն է խթանում ծնելիությունը եւ աջակցում ընտանիքներին եւ ոչ թե միանվագ թեկուզ մեծ աջակցությունը եւ նաեւ դրանով է ինչ որ չափով պայմանավորված միանվագ ծննդյան նպաստների համահարցեցումը, երբ որ մենք առաջի եւ երկրորդ երեխաների ծննդյան նպաստը 300,000 դրամից դարձրել ենք 500,000 դրամ եւ ըստ էության հանել ենք կարգաթվով պայմանավորված տարբերությունները